Այսօրվա թեման խիստ կարևոր է մի քանի պատճառով։ Նախ ամփոփում եւ ավարտում ենք Փիլիպպեցիս նամակը եւ պիտի տեսնեք շունչը, հոգին, առաքյալի, թե ինչպես է վերջին հորդորների միջոցով ուղում, հորդորում, խրատում, քաջալերում եկեղեցուն իր առաքելության մեջ մնալու։ Եկեք լսենք Աստծո խոսքը եւ փորձենք միասնաբար նաեւ հետեւել այսօրվա հատվածին։ Փիլիպպեցիներին ուղված նամակ 4-րդ գլուխ 19-ից 23 համարները պիտի կարդանք, լսեցեք Աստծո խոսքը։ Եվ իմ Աստվածը թող համաձայն իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով Աստծուն մեր հորը փառք հավիտյանս հավիտենից ամեն Ողջունեք Քրիստոս Հիսուսով բոլոր սրբերին ձեզ ողջունում են ինձ հետ եղող եղբայրները ձեզ ողջունում են բոլոր սրբերը մանավանդ նրանք ովքեր կայսր ծառայության մեջ են Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետ լինի ամեն Մեր հավատքի կյանքը լի է հարցադրումներով եւ հետաքրքրական է որ հավատքի կյանքի ընթացքում որպես ծառայության մեջ եղող անձ շատ հարցեր եմ լսել եւ ամենատարածված ամենաշատ հարցադրված հարցումներից մեկը ես սուրբ եմ իմ կողքից նստողները սուրբ են եկեղեցում եղող հավատացյալները սուրբ են Ինչի մասին եք խոսում։ Ձեզ մի դրվագ պատմեմ Հայաստանի իմ փորձառությունից։ Պատկերացրեք պաշտամունքի մեջ, ծառայության ժամանակ, խոսքի մեջ, պատգամի մեջ եկեղեցուն ասում եմ, որ դուք սուրբերն եք Աստծո։ Եվ պատկերացրեք եկեղեցում մեկը բարձրացավ եւ ամենակոշտ, կոպիտ բառերով այսինչ ես խոսում։ Դու ես սուրբը Սրանք են սրբերը, ինչի մասին ես խոսում։ Հետաքրքրական է, որ մարդիկ իրենց մտքում այս հարցումներն ունենում են։ Սրանք լավ հարցումներ են հարցնելու համար եւ Աստծո խոսքը գալիս է, որովհետեւ այդ հստակեցումն ու պարզաբանումը բերենք։ Որն է Քրիստոսի մարմնի, եկեղեցու նպատակը, առաքելությունն ու գործը այս աշխարհի մեջ։ Քրիստոսով փրկագնված, Քրիստոսով ազատագրված, մենք առանձնացվել ենք աշխարհից հատուկ նպատակի համար։ Նորություն չեմ ասում։ Եվ այս առանձնացման process-ը, ընթացքը Քրիստոսի հետ եւ Քրիստոսի միջոցով վերափոխված կյանքը ապաշխարությամբ իրեն Տեր եւ Փրկիչ դավանելով մեզ դնում է նոր կարգավիճակի մեջ։ Եվ Պողոս առաքյալ գրեթե իր բոլոր նամակներում 40 անգամից ավել եկեղեցուն դիմում է ընտրելով այս բառամթերքը սրբեր։ Փիլիպպեցիս նամակը սկսվում է, կարդացեք առաջի գլուխ, առաջի երկու համարները, այս բառը օգտագործելով եւ ավարտվում է այս բառը օգտագործելով սուրբեր։ Սա ինչ հիշեցում է։ Սա ինչ նկատառում է։ Սա ինչու համար է։ Մեր եկեղեցական կյանքի մեջ մենք իրար դիմում ենք եղբայրներ եւ քույրեր եւ այդպես է։ Քրիստոսի արյան միջոցով մենք որ մի ժամանակ հեռու էինք իրարից, դարձանք մտերիմ։ Մի ժամանակ օտար էինք անծանոթ, դարձանք նույն ընտանիքի անդամ։ Եվ այս գիտակցումով է, որ մենք իրար եղբայր եւ քույր ենք ասում։ Աշխարհը չի հասկանա, աշխարհը կարող է ծաղրել նաեւ այս բառամթերքը, բայց մենք գիտենք ինչ ենք ասում եւ ինչու ենք ասում։ Եվ նույնը այսօր այս բառի հետ կապված առաքյալը դիմում է եկեղեցուն տալով, չտալով, հիշեցնելով իրենց կարգավիճակը, դուք Աստծո սուրբերն եք,
առանձնացված Աստծո նպատակների համար։ Այդ նպատակների մեջ հետապնդելու, միմիայն գոհացնելու Աստծո փափագը, Աստծո կամքը, Աստծո ծրագիրը, Աստծո նպատակները աշխարհի համար եկեղեցու միջոցով։ Եկեղեցին ինքնանպատակ չէ աշխարհի մեջ։ Եկեղեցին ունի առաքելություն եւ գործ, ներկայացնում է Քրիստոսին որպես Քրիստոսի մարմին, ներկայացնում է գլուխը եւ այդ գլխի որպես տերերի տեր, իշխանների իշխան եւ թագավորների թագավոր իր կամքը, փրկության ծրագիրը հրճակում, հայտարարում, սովորեցնում, քաջալերում եւ հրավիրում, որ մաս կազմեն բոլոր նրանք, ովքեր տագավին աշխարհի մեջ են։ Սուրբերը բոլոր նրանք են, ովքեր դավանում են Տեր Հիսուս Քրիստոսին որպես անձնական Տեր եւ Փրկիչ։ Սուրբերը բոլոր նրանք են, ովքեր աշխարհից եկան եւ ամրագրեցին իրենց ինքնությունը, պատկանելությունը, միացան Աստծո Տեր Հիսուս Քրիստոսի բանակին, դառնալով նրա զինվորը եւ որոշում կայացրեցին այս կյանքում ապրել այլևս ոչ թե իրենց համար, այլ նրա համար։ Պողոս առաքյալ գրեթե իր բոլոր նամակների մեջ այս շեշտադրումը ունի եւ եկեղեցուն այս կարգավիճակի մեջ է դնում։ Նույնիսկ Կորինթոսի պես մեղքերով, սխալ ուսմունքներով, ոչ առողջ հարաբերություններ իրար մեջ ունենալով, առաքյալը այս եկեղեցուն դարձյալ դիմում է նույն հոգիով։ Եվ նայեցեք ինչ է ասում, առաջի Կորինթացիս առաջի գլուխ, երկրորդ համար, եկեղեցուն հիշեցնում է իրենց ինքնությունը, նրանց, ովքեր սրբագործվել են Քրիստոս Հիսուսում, կանչված են սուրբ լինելու այդ կոչման մեջ։ Այսօրվա ներկա իրականությունը, փորձառությունը, հարաբերությունները, դժվարություններն ու մարտահրավերները մեզ չպետք է մոռացնել տան մեր ինքնությունը։ Մենք կանչված ենք սուրբ լինելու Աստծո նպատակների համար։ Առաքյալ այս նամակի վերջում դարձյալ հիշեցնում է եւ փորձում է ցույց տալ, թե ինչ է նշանակում այդ սրբության կյանքը ապրել, որոնք են այդ նշանները, ուղեցույցները, ինչ հոգու մեջ, ինչ ընթացքի մեջ կանչված ենք դա անելու։ 19-րդ համարում նայեցեք առաքյալ ինչ է ասում։ Եվ իմ Աստվածը թող համաձայն իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով։ Գիտեք, որ այս նամակի մեջ արդեն առաքյալը իր շնորհակալությունն է հայտնում եկեղեցուն իրենց ֆինանսական օգնության համար։ Եվ հաջորդիվ ասում է ոչ թե ինձանից սպասեք, ոչ թե ես, այլ թող Աստված լցնի, լիացնի եւ բավարարի ձեր կարիքները։ Եվ առաջին հերթին առաքյալը դիմում է եկեղեցուն, որ ակնկալեն Աստծուց հոգևոր կարիքների բավարարումը։ Եվ դա ցույց է տրվում նաև այս հատվածի մեջ, որ Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով ինչ որ պետք է մեզ մեր հավատքի կյանքը ապրելու համար Աստված առատապես շնորհեց։ Ունես Քրիստոսին, կարող ես ապրել սրբության կյանքը։ Ունես Քրիստոսին, կարող ես հավատքի կյանքում հաղթանակներ ունենալ, ոչ ասել մեղքին, այո ասել Աստծուն, ոչ ասել ցանկություններին, այո ասել Աստծո կամքին։ Ունես Քրիստոսին, ունես ամեն բան առատապես։ Այս գիտակցումը պակասում է այսօր եկեղեցում։ Այս փորձառությունը Քրիստոսի հետ լիացած, ամբողջացած, Քրիստոսի մեջ ամեն ինչով ապահովված պակասում է եկեղեցում։ Դրա համար հոգևոր հավատքի կյանքում սայթակում ենք, ծախողում ենք, տգարանում ենք, թուլանում ենք, նեղվում ենք, նեղանում ենք եւ չենք կարողանում հաղթահարել։ Բայց Աստված
Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով ամեն բան շնորհել է մեզ։ Եփեսացիս նամակը, որ սերտում ենք, ճիշտ դա է հիշեցնում եկեղեցուն։ Մի փնտրեք ուրիշ բաներ, մի փորձեք ուրիշ բաներ, մի ավելացրեք ուրիշ բաներ, քան այն, որ Աստված Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով տվեց։ Բայց այստեղ առաքյալը ասում է, որ Աստված թող իր հարստության համաձայն ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով։ Սա նշանակում է, որ Աստված խոստում տվեց ոչ միայն մեր հոգևոր պետքերը լցնելու եւ լիացնելու, բայց նաեւ քանի դեռ այս աշխարհի մեջ ենք, քանի դեռ այս կյանքի մեջ ենք, քանի դեռ կարիքի, տգարությունների ու պետքերի մեջ ենք, Աստված Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով նաև խոստում ունի առատապես իր հարստության չափով շնորհելու ամեն մեկիս։ Իսկ այս արտահայտությունը ըստ իր փառքի հարստության Քրիստոս Հիսուսի մեջ ընդգծում է, որ Աստված խոստում է տալիս այդ եկեղեցուն եւ նաև այսօր մեզ բավարարելու, լցնելու, լիացնելու մեր բոլոր կարիքները։ Իր հարստությունը չի նշանակում որոշ մասով, իր հարստության չափը նշանակում է առատապես, ամբողջությամբ, անսահման Քրիստոս Հիսուսի միջոցով։ Ողջ Նոր Կտակարանի մեջ կարդում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոսը Աստծո բոլոր հարստությունների աղբյուրն է։ Պողոս առաքյալը իր նամակների մեջ սա անընդհատ շեշտում է։ Օրինակ Կողոսացիսը, գիտեք ինչպես է սկսվում, Քրիստոս ներկայացում է որպես մեկը, ում մեջ թաքնված են բոլոր իմաստության եւ գիտության գանձերը։ Պողոս այս նամակի մեջ ասում է, որ նրա մեջ է բնակվում Աստծո ամբողջ լիությունը, առատապես։ Եփեսացիս նամակի մեջ առաքյալը նամակը սկսում է ասելով. մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը եւ Հայրը օրհնել է մեզ ամեն հոգեվոր օրհնություններով, երկնավորներից առավել Քրիստոսով։ Սա նշանակում է, որ մարդկային ցեղի համար Աստված տվեց մի օրհնություն, որ երկնավորներին հասանելի չէ։ Եվ այս գիտակցման մեջ առաքյալը կոչ է անում եկեղեցուն սրբության կյանքի մեջ Քրիստոսով եւ Քրիստոսում գտնել այդ ճանապարհն ու ուղին։ Եկեղեցին կանչված է սուրբ կյանք ապրելու։ Այդ կյանքը հնարավոր է միմիայն Քրիստոսի մեջ եւ Քրիստոսի միջոցով։ Աստծո նպատակների համար։ Սրբված, առանձնացված, իր կամքը կատարելու, իր կամքի մեջ մնալու։ Սրբության կյանքը Քրիստոսի մեջ ու Քրիստոսի միջոցով ունի ընթացք եւ այդ ընթացքի մեջ մեր պաշտամունքը խիստ կարևոր բաժին ունի։ Այս հատվածում կարդում ենք, որ այս ամենը Հոր Աստծո փառքի համար Քրիստոս Հիսուսով, Քրիստոս Հիսուսում։ Աստծուն մեր հորը փառք հավիտյանս հավիտենից։ Սրբերը մարդիկ չեն, որ կանչված են ուրիշները իրենց պաշտելու։ Սուրբերը մարդիկ են, որ կանչված են Աստված պաշտության կյանք ապրելու։ Ճիշտ հասկացեք։ Եկեղեցական, մանավանդ ավանդական եկեղեցիներում համաձայն կանոնակարգերի մարդիկ սրբադասվում են, բայց սրբադասվում են ոչ թե պաշտամունքի համար, այլ օրինակի համար, որովհետեւ ունենանք իրենց օրինակը, ինչպես ապրեցին, ինչպես նվիրվեցին, ինչ զոհաբերությունների գնով հավատարիմ մնացին։ Սրբերը կանչված են Աստված պաշտության կյանք ապրել միաբանության մեջ։ Մեր Աստծուն արտահայտությունը այս հատվածի մեջ ընդգծում է մեր անձնական կապը Աստծո հետ եւ մեր հավաքական պաշտամունքի կարեւորությունը միաբանության մեջ։ Այս նախադասությունը, որ ասեմ, բոլորս համաձայն ենք, Աստված մեր փրկիչն է։ Ամեն։ Սա նշանակում է, որ մենք, ովքեր ասում են ամեն,
հայտարարում եւ ասում եմ, որ Տերը իմ փրկիչն է։ Խաչի վրա իր թափված արյունով ես փրկագնված եմ։ Հիմա այս նախադասությունը։ Քրիստոս իմ Տերն է։ Գիտեք ինչ է սա նշանակում, ամեն ասելով ինչ եք ասում, ես ոչ միայն ասում եմ նա իմ փրկիչն է, այլ նաև իմ Տերն է, որ նշանակում է ես ապրում եմ, ձգտում եմ, փափագում եմ իր կամքի համաձայն իրեն հնազանդ կյանք ապրելու։ Շատ հեշտ է ասել Տերը իմ փրկիչն է, բայց շատ ավելի պատասխանատու է հայտարարել, որ նա իմ Տերն է, որ նշանակում է ես պիտի ցույց տամ իմ կյանքով, թե ինչպես եմ հնազանդվում։ Սրբության կյանքը հենց սրանում է։ Տերը իմ փրկիչն է, մեր ճամփորդության սկիզբն է։ Հիսուս իմ փրկիչն է, մեր ճամփորդության սկիզբն է։ Հիսուս իմ Տերն է, մեր ողջ կյանքի ընթացքն է, որի մեջ մենք պիտի փաստենք, ապացուցենք, վկայենք եւ ապրենք համապատասխան։ Կարելի չէ Աստծուն պաշտել առանց ճանաչելու։ Կարելի չէ Աստծուն պաշտել տգիտությամբ, եւ այս բառը բացասական մի վերցրեք, անգիտությամբ։ Աստված ճանաչողությունը ենթադրում է ճանաչել նրան իր խոսքի միջոցով, ապրել իր խոսքի համաձայն եւ ունենալ հնազանդ կյանք։ Օվսեա մարգարեի միջոցով Աստված հուշում եւ հիշեցնում է եկեղեցուն նաեւ այսօր, որովհետեւ ողորմություն եմ ցանկանում եւ ոչ թե զոհ։ Եվ նայեցեք հաջորդ նախադասությունը. Աստծուն ճանաչեմ, ոչ թե ողջակեզներ։ Աստված ճանաչողությունը պաշտամունքի հոգու մեջ է։ Ամեն անգամ միաբանվելով, ամեն անգամ համախմբվելով, ամեն անգամ Տիրոջ առջև կանգնելով մեր նպատակն ու փափագն է ճանաչել իրեն ավելիով։ Ճանաչել իրեն ավելիով հավաքական պաշտամունքի մեջ, Աստծո խոսքը սերտելու միջոցով, Աստծո խոսքի մեջ միասին աճելով եւ այդ փորձառության մեջ այս համոզումը ունենալով։ Աստված հոգի է եւ իրեն պաշտողները կանչված են հոգով եւ ճշմարտությամբ իրեն պաշտելու։ Առանց ճանաչելու Աստծուն պաշտելը կռապաշտություն է։ Առանց Աստծուն ճանաչելու, Աստծո անունը տալ, Աստծո անունից խոսել, Աստծո անունով գործելը կռապաշտություն է։ Ներկայիս ժամանակակից աստվածաբաններից մեկը, որը կենդանի չէ, բայց իր խոսքի ընթերցումը կամ իր մեկնությունները շատ արդիական ու տարածված են, նայեցեք ինչ է ասում։ Մարդկային սրտին բնորոշ մեղքերի շարքում հազվադեպ կլինի որևէ բան, որ Աստծուն ավելի ատելի լինի, քան կռապաշտությունը։ Որովհետև կռապաշտությունը իրականում դեմ է գնում նրա ով լինելուն, նրա բնավորությանը։ Կռապաշտ սիրտը ենթադրում է, որ Աստված այլ է, քան նա իրականում է, եւ սա սարսափելի մեղք է։ Այդ սիրտը փոխարինում է ճշմարիտ Աստծուն մի կերպարանքով, որ ստեղծված է իր նմանությամբ։ Միշտ էլ այդ Աստվածը համապատասխանելու է իրեն ստեղծած սրտի կերպարին, բարի է թե չար, դաժան է թե ողորմած, ըստ այդ մտքի բարոյական վիճակի։ Ընկած սրտից, այսինքն մեղանչած սրտի մեջ ծնված Աստված շագերտների մեջ բնականաբար չի կարող նման լինել ճշմարիտ Աստծուն։ Տերը ամբարիշտ մարդուն ասեց. դու կարծեցիր, թե ես քեզ նման եմ։ Սաղմոս 50:12։ Սա անշուշտ մեծագույն վիրավորանք է բարձրյալ Աստծո հանդեպ, ում առաջ քերովբեներն ու սերովբեները անդադար կանչում են. Սուրբ, Սուրբ, Սուրբ է
զորքերի Տեր Աստվածը։ Կրապաշտությունը միայն քարից, փայտից պատրաստված արձանների առջև խոնարհվել չէ։ Կրապաշտություն է, երբ քո համոզումներդ կերտում են քո պատկերացրած Աստծուն եւ իրական Աստված բացակայում է եւ դու պաշտում ես քո համոզումների, քո հասկացած, քեզ հաճելի Աստծուն։ Սրա միակ բժշկումը եկեղեցու եւ յուրաքանչյուր անհատի համար Աստված ճանաչողությունը դառնա գերակա, բոլորիս պետքը եւ կարիքը ձգտումը։ Դրա համար եկեղեցիները կանչում են, աղաղակում են, հրավիրում են միաբանվելու խոսքը սերտելու, միաբան խոսքը սերտելու։ Եփեսացիս նամակը, երբ որ սերտում ենք, 4-րդ գլխին ենք հասել եւ այնտեղ հետաքրքիր միտք կա։ Որն է նպատակը հովվական ծառայության, հովիվների, ավետարանիչների, որն է նպատակը ուսուցիչների, եկեղեցում։ Մեկ բան է ասում առաքյալը 4-րդ գլխի մեջ։ Սրբերի կատարելագործման համար, սրբերի պատրաստության համար, եկեղեցու անդամներին պատրաստելու ծառայության համար, Քրիստոսի մարմնի շինության համար, Աստծո նպատակները իրականացնելու համար։ Եկեղեցին եկեղեցի է, երբ որ միասնաբար, միաբան մենք համախմբվում ենք խոսքի շուրջ եւ միասին համաձայնում ենք նաեւ ապրել այդ խոսքի մեջ, ասելով նա մեր Տերն է։ Անհատապես ասում ենք նա մեր փրկիչն է, բայց կանչված ենք միասնաբար ասելու նա մեր Տերն է եւ այդ կյանքը ապրելու համապատասխան։ Այս հատվածի մեջ մեր Աստվածը նկարագրվում է որպես մեր հայրը եւ սա ամենամտերմիկ, ամենամոտ կապն է, կամուրջն է Աստծո եւ մեր միջև, մեր հարաբերությունը Աստծո հետ։ Մենք չենք պաշտում մեզանից հեռու, մեզանից օտար, մեզանից անկախ մեկին։ Մենք պաշտում ենք նրան, ով կանչված է մեր հայրիկը լինելու, մեր սրտին մոտ, մեր իրավիճակների մեջ մեզ լավ ճանաչող եւ մեր անկարողության մեջ իր փրկության ձեռքը մեկնող եւ Քրիստոսի մեջ եւ Քրիստոսի միջոցով մեզ որդեգրող։ Հետաքրքրական է տեսնել, որ այս սրբության կյանքը նաեւ հաղորդակցության կյանք է։ Մենք սուրբ ենք, կանչված ենք սուրբ լինելու։ Ինչպես է դա փաստվում, նաեւ մեր հաղորդակցությամբ։ Նամակների վերջում առաքյալը միշտ ողջունում է եկեղեցում անուններ տալով կամ ողջուններ փոխանցելով։ Եվ այս նամակի մեջ եւս դա անում է։ Բայց անուններ չի տալիս, բայց 3 անգամ ասում է ողջունում են ձեզ սրբերը, ողջունում են ձեզ եղբայրները, ողջունում են ձեզ կայսեր տան անձերը, մարդիկ։ Եվ այս երակի ողջունելը ցույց է տալիս խիստ կարևոր շեշտադրում։ Եկեղեցում ունենանք այդ մթնոլորտը միմյանց ուրախությամբ ընդունելով եւ միմյանց ուրախությամբ ողջունելով։ Իրար ողջունենք Քրիստոսի անունով եւ այդ ողջունները ընդունենք Քրիստոսի անունով։ Իրար կողք կանգնենք Քրիստոսի անունով եւ այդ հաղորդակցության մեջ ցույց տանք սերը, միաբանությունը, խաղաղությունը, նվիրումը Քրիստոսի անունով։ Առաքյալ այս հատվածի մեջ ոչ թե այսպես բոլորին է ողջունում, այլ անհատապես է ողջունում։ Մի բառ է օգտագործում, որ ոչ թե ընդգծում է բոլորը, այլ յուրաքանչյուրը։ Եվ առաքյալն ասում է. ձեզ ողջունում են յուրաքանչյուրիդ սրբերը, ձեզ ողջունում են յուրաքանչյուրիդ եղբայրները, ձեզ ողջունում են յուրաքանչյուրիդ անհատապես կայսեր տան անդամները։ Սրբության կյանքի մեջ, հավաքական եկեղեցու մեջ չկա վեր, վար, չկան խմբավորումներ,
աչագողմյաններ, ձախագողմյաններ, չկան հիներ, նորեր, չկան փորձառություններ, որոնք աշխարհից գան եւ մտնեն եւ եկեղեցու ներսում կարգեր, սարքեր դնեն, որոնք Քրիստոսի մարմնի հետ կապ չունեն։ Այս հաղորդակցությունը մաքրամաքուր, Քրիստոսի սիրո վրա հենված, Քրիստոսի միջոցով իրար ներելով, իրար ընդունելով, իրար բարձրացնելով, իրար ողջունելով ընթացք է։ Եվ այստեղ մենք պետք է մտածենք մինչև ասելը նա մեր Տերն է։ Այսինքն մենք հնազանդ ենք այս հաղորդակցության մեջ, մենք քայլում ենք այս հաղորդակցության մեջ, մենք փառավորում ենք իր անունը մեր հաղորդակցության միջոցով։ Առաքյալը նույն այս նամակի մեջ կոչ է անում Փիլիպպեի եկեղեցուն եւ այդ կոչը նաեւ այսօր մեզ է։ Լցրեք իմ ուրախությունը, լինելով միաբան, նույն մտքով, նույն սերը ունենալով, մեկ միտք, մեկ կամք, Փիլիպպեցիս 2:2։ Եկեղեցին չպետք է ունենա բաժանումներ, հակասություններ, որտեղ դրանք որքան էլ որ մարդկանց մեջ են, արգելք են Աստծո նպատակների իրականացմանը։ Ոչ ես, ոչ էլ դուք վստահ եմ չենք կամենում, որ կանգնենք կենթանի Աստծո ճանապարհի առաջ եւ արգելք լինենք իրեն։ Ոչ ես եւ ոչ էլ դուք չենք կամենա ու չեմ էլ ուզի դա պատկերացնել, որ մեր ընթացքը, մեր վարվեցողությունը խանգարի Աստծո նպատակներին։ Սրբերի հաղորդակցությունը ամրապնդվում է սիրո ամուր կապով, առանց աստիճանաբաժանությունների։ Դրանք բոլորը մարդկային են, եթե չեն ծառայում Աստծո նպատակներին։ Դրանք բոլորը փուչ են, եթե չեն փառավորում Աստծուն։ Եկեղեցում մենք կանչված ենք այդ հոգիով ապրելու։ Եվ այդ ժամանակ է, որ ուրախությունը պիտի գա։ Առաքյալը շարունակում է իր միտքը ասելով, որ ձեզ ողջունում են կայսեր տան անդամները։ Ինչու է առանձնացնում այս ողջույնը, գիտեք, որպեսզի եկեղեցին այն օրերի մեջ անդրադառնա, որ Աստված իր ծրագրի համաձայն չի նայում մարդկային բոլոր բաժանումներին, խավերին, տեսակներին, մարդկային բոլոր կարգավիճակներին, երբ որ փրկում է եւ վերջ, երբ որ կանչում է եւ վերջ, երբ որ ազատագրում է եւ վերջ։ Անկախ նրանից ինչ է եղել քո անցյալը, կարևոր է այսօր Քրիստոսի մեջ ու Քրիստոսի միջոցով ով ես։ Անկախ նրանից ուր է իր անցյալում, կարևոր է այսօր անդրադառնաս, որ Քրիստոսի մեջ դու նոր մարդ ես։ Եվ որովիցե մեկը, եւ որովիցե մի բան չպետք է հիշեցնի քեզ այդ անցյալը։ Առաքյալը փորձում է առանձնացնել կայսեր տան սրբերին եկեղեցու մեջ ուրախությունը, ցնծությունը պահելու համար։ Անկախ նրանից ով եմ եղել ես անցյալում, կարևոր է թե ով եմ ես այսօր Քրիստոսի մեջ ու Քրիստոսի միջոցով։ Եվ դու կանչված ես ուրախանալու եւ ուրախակից լինելու։ Մեկս մյուսով, մեկս մյուսի համար։ Ցնծություն եւ ուրախություն այս նամակի հոգին է։ Ցնծությունը եւ ուրախությունը այս նամակի հոգին է։ Եվ այդ ցնծության եւ ուրախության անբաժան մասն է միմյանց համար ուրախանալը։ Եթե Հիսուս իր խոսքի մեջ ասեց. մեկ անհատի դարձի գալը երկնքում մեծ ցնծություն եւ ուրախություն է պատճառում։ Մեկ հատ նայեցեք ձեր շուրջը։ Ետ նայեցեք, աջ նայեցեք, ձախ նայեցեք։ Սրանք պարզապես մարդիկ չեն։ Սրանք Քրիստոսով փրկագնված երկնքում ուրախության պատճառ ստեղծող, հիմք ստեղծող մարդիկ են, որը քո քույրն է, քո եղբայրն է։ Եվ այդ ուրախությունը կանչված ես
բաժնեկցելու, մասնակից լինելու ավելի ճիշտ։ Գիտեք, հայրենի մեջ նրբություններ կան, ուրախությունը չես բաժանում, ուրախությանը մասնակցում ես, ցավը կիսում ես, ուրախությանը մասնակից ես լինում։ Եվ մենք կանչված ենք այդ ուրախությանը մասնակից լինել։ Սրբերի ամենամեծ ուրախությունը պիտի լինի տեսնել, թե ինչպես է Աստծո հոգին գործում, ներգործում, համոզում եւ քաշում մարդկանց դեպի իրեն, կանչում դեպի իրեն, ինչպես է ավետարանը իր ազդեցությունը գործում մարդկանց կյանքերից ներս։ Առաքյալը ամփոփում է իր միտքը այս նամակում, ասելով, որ Քրիստոսի շնորհը թող ձեզ հետ լինի։ Այս նամակի սկիզբը եւ այս նամակի վերջը, ինչպես որ Սուրբ բառն է օգտագործվում, դրան զուգահեռ, դրա կողքին նաեւ Քրիստոսի շնորհն է շեշտվում։ Այս նամակը սկսվում է շնորհի շեշտադրումով եւ ավարտվում է շնորհի շեշտադրումով։ Գիտեք սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ առանց Քրիստոսի շնորհի մենք չէինք կարող փրկվել, առանց Քրիստոսի շնորհի մենք չենք կարող մեր սրբության կյանքը ապրել։ Սա նշանակում է, որ միայն նրա հետ ու նրա միջոցով ես կարող եմ գտնել խաղաղություն, հանգստություն, ապահովություն եւ շարունակել իմ կյանքս իրեն փառավորելու։ Հավատացյալները չեն փրկվում միայն շնորհով, այլ նաեւ պահվում են այդ շնորհի մեջ։ Եվ որ առաքյալը ամփոփում է նամակը եւ ասում Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի, հիշեցնում է եկեղեցուն, որ դուք անկախ մարտահրավերներից, անկախ դժվարություններից, անկախ հալածանքներից, անկախ բոլոր վիճակներից դուք ապահովված եք այդ շնորհի մեջ եւ այդ շնորհի միջոցով։ Եվ այդ շնորհը գալիս է Տեր Հիսուս Քրիստոսից։ Աստված կենդանի է։ Մենք չենք խոսում խոսքեր, որոնք կապ չունեն մեր կյանքի հետ։ Մենք խոսում ենք խոսքեր հիշեցնելու, ինչպես ապրել մեր կյանքը կենդանի Աստծո խոսքի համաձայն։ Պողոս այս նամակի մեջ այդ շնորհի գիտակցումով իր օրինակով ցույց է տալիս, որ ինքը ինչպես է հասկանում եւ ապրում այդ շնորհի մեջ կանչված լինելով Աստծո կողմից։ Նա իրեն այս նամակի մեջ անվանում է Քրիստոսի ստրուկ եւ Փիլիպեցիներին անվանում սրբեր Քրիստոս Հիսուսի մեջ։ Իր բանդարգությունը դասում եւ տեսնում, որ Աստված դրա մեջ ու դրա միջոցով դուր բացեց հասնելու եւ ավետարանը տալու են մարդկանց, ում ազատության մեջ չէր կարող քարոզել։ Իր բանդարգությունը Քրիստոսի համար է վերագրում։ Իր կյանքն ու ընթացքը այս նամակի մեջ են կարդում, որ ասում է ինձ համար ապրելը Քրիստոս է, իսկ մեռնելը շահ, որտեղ այդ շահը Աստծո անմիջական ներկայության մեջ գտնվելով էր։ Նա հորդորում է Փիլիպեցիներին ապրել Քրիստոսին վայել կյանքով, ունենալ Քրիստոսի մտածելակերպը, պարծենալ միմիայն Քրիստոսով եւ Քրիստոսի հավատքի վրա հենված շարունակել սպասել Քրիստոսի վերադարձին, բավարարված լինելով Քրիստոսի մեջ եւ փառավորել նրա անունը։ Սուրբերը նրանք են, ովքեր Քրիստոսին իրենց կյանքում ունենալով ձգտում են այս սկզբունքը կյանքի կոչել։ Նա իմ փրկիչն է եւ նա մեր Տերն է եւ մենք կանչված ենք նրան հնազանդ կյանք ապրելու։ Պողոս ցույց է տալիս ճանապարհը, ընթացքը եւ հորդորում եկեղեցուն շարունակաբար մնալու դրա մեջ։ Այն կապը, որ Աստված Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով ստեղծեց, որով կապեց մեզ, որով դարձրեց իր որդեգիր զավակները, անքակտելի կապ է։
որևիցե մեկը չի կարող քանդել, որևիցե մեկը չի կարող քանդել, մեզ մնում է դրա մեջ հնազանդ և իրենից կառչած։